Դու չես կարող գնաս սորվես ավտոմատից կրակել ու ասես, «Վсё, ես գնում եմ իմ օրինակ սահմանը սպայել», չէ՞, իմաց ահագին ակումբներ կա։ Ու այդ ակումբների իմաստը կորում է, եթե արդեն կա ընդունված քաղաքական որոշում, որ Բերձորը հանձնում են, Աղավնոն հանձնում են։ Բերձորի վրանսով ամենավատը ընկալումն է, դաժե մի քիչ կարող է ցինիկ բան ասեմ, բայց իր կորստյան վտանգից ավելի վատ բան այնն է, թե ինչքան ոնց է դա մատուցում, ոնց է ընկալվում ու ասենք համեմատած օրինակ նոյեմբերի 9-ի ինչ ավելի թեթևությամբ է տարվում։ Զինված ելնելը լավ է։ Այսինքն եթե հասարակությունը լինի զինված, պատրաստված եւ այլ, բայց այդ շատ լավ է, որ աշխատում է պետական համակարգը։ Համ պետական համակարգն աշխատում, համ այս մարդիկ են զինված, համ մարդը եթե զենք ունի, իրավաբանությունն է փոխում, ինքը եթե ծխի այդ զենքը ձեռք բերում, ինքը ուզում է պայքարի, ինքը պատրաստ է պայքար, շատ լավ է դա, բայց եթե դա համապատասխանում է պետության է, պետության քաղաքականության, եթե իրանք հակասում են իրար, այդ խեղճ մարդը այդ իր զենքով մնալու է թուրքի դեմ մենակ, այսինքն դե մի բանականն ու ինքը մենակ զենքով մարդ։ Դե անցած հաղորդման մեջ բան տիպային բնորոշում ենք տվել Homo capitulanticus, Homo capitulanticus-ի այդ աշխարհայացքի անբաժան մասը դա է, որ կյանքը ոչ թե ինչ-որ վեհ արժեքների ու բարձր արժեքների մասին է, ընդ որում որոնք իրենք ծաղրում են որպես կանոն, այլ այդպեսի, ասենք, էժան հաճույքների հեդոնիզմի մասին է, պատահական չի էլի, որ ասենք այն բոլոր կամ շատերը, որոնք այսօր դե ֆակտո կառավարության մաս են կազմում, մինչև իշխանություն զավթելը վարել են հենց այդպիսի կյանք։